Կարողանեք նաև բալանսը ապավել այդ օրով գեներալների եւ հաշմանդամների ազատամարտիկների։ Ուրեմն ասեմ, որ այդ ֆիլմը ճիշտ ասած ես չեմ տեսել, չեմ էլ ուզում տես գնահատական տալ։ Իմ ասածը հետեւյալն է, ասենք, եթե միշտ նույն մարդիկ են նկարահանում ֆիլմերը, միշտ նույն դերասաններն են խաղում, ես ուղղակի ինչ-որ մի քիչ տարօրինակ է, հասկանում եք ինչ է։ Չի կարելի, չի կարող պատահել, որ բարձվի, որ ասենք միշտ նույն մարդիկ են նկարում։ Չեմ նայել, կնայեմ միգուցե ավել գիտեմ տպավորությունը կասեմ, բայց այն ինչ որ ասենք դերասանները, ասենք այն տոնով որ խոսում են։ Ես չգիտեմ, ես ինձ մասնակից չեմ համարում, բայց ամենանգից նույնիսկ այն գովազդային մասը որ տալիս են, ասենք այդ տոնով ինչ որ մեկը որ խոսում է խոսքը դեպի ֆիլմի մասին։ Համոզիչ չի, տպավորիչ չի։ Հասկանում եք, նույնիսկ դերասան կա, որ երևի ասենք երբ որ ինքը հաղորդում է վարում, ասենք ավելի լավ ձայնով է խոսում, բայց այդտեղ երբ որ ինքը զինվորական է ու տենց որ ասում է, այն ձայնը պարզվում է իրանը չի, ինքը լավ կարողանում է, ասենք ձայնով հաղորդավար լինելով մատուցել, բայց ասենք այդ դերում ինչ որ դերում որ ինքը խաղում է, հաստատ իր ձայնը չի։ Քաղաքական ենթատեքստը ո՞րն է։ Քաղաքական ենթատեքստը շատ պարզ է, Նժդեհի ասում է, այսպես ասած հետևորդները ճակերտավոր այսօր ովքեր են ու պատահական չէ որ այս ֆիլմը հանվեց հենց այս շրջանում։ Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ասենք ես ասացի, որ հիմնական բարեփոխումը բանակում սպայի պատիվն է։ Հասկանում եք, երբ որ զինվորը որ ասում արժանապատվություն չունի, այսօր այդ սպանությունները, այս դեպքերը, որ կատարվում են խաղաղ պայմաններում, ինչի պատերազմի ժամանակ ոչ մի անգամ ինքնասպանության դեպք չեղավ, որովհետև ոգին բարձր էր։ Ոչ մի զինվոր շատ ավելի ծանր պայմաններ էին, բայց ի վերջո Չամենայնիվ թող մեկը ասի, որ ինչ որ մեկը պատերազմի ժամանակ ինքնասպան է եղել, կամ մեկը մեկին խփել է։ Հասկանում եք, հետևաբար ոգին է պետք։ Պետք է ձևակերպի այդ խնդիրը եւ բոլորը հասկանան, թե մենք ուր ենք գնում, ո՞րն է մեր բանակի։ Ես ասացի, եթե մենք Նժդեհը հիմա ես այսօր ասենք, ինչ չլինի որ բանը Նժդեհն ասում է պետք է մենք ունենանք մեծ մեռելների պաշտամունք։ Մենք այսօր չունենք մեծ մեռելների պաշտամունք, հասկանում եք։ Այդ որ այսօր կրկնում եմ, որ այդ մեծ մեռելը պարտադիր չի հայտնի մարդ լինի, հասկանում եք, այդ մեծ մեռելը այդ Եռաբլուրի տղաներն են, կամ մարդիկ կան, որոնք Եռաբլուրում չեն թաղված, ասենք ես օրինակ Գոլեցյան Արադ գիտեմ, որ փայլում ասենք, չգիտեմ, իրանով որ ճանաչում է, իրա մասին շատ քիչ բան են ասել։ Ինքը Մոսկվայում, միջելոց ինքը սովորել է Հայկ Հարությունյանի հետ միաժամանակ Ռուսաստանում, ասենք, ոստիկանության դպրոցում, ինքը Ռուսաստանում բավականին մեծ պաշտոնի էր, Ղարաբաղյան պատերազմը սկսեց, ինքը վերադարձավ Հայաստան հենց մի անգամից։ Ոչ մի գործ չտվեցին, գնաց կամավոր եւ ջոկատի հրամանատար էր ու ինքը զոհվեց։ Այսօր զոհվեց նաեւ իր քրոջ տղեն։ Այսօր այդ ընտանիքը մի մասը Ամերիկայում է, մի մասը Ռուսաստանում։ Այսինքն եթե կռված տղան, որը զոհվել է, ասենք իր ընտանիքը, ասենք հայրենիքի համար է զոհվել ու իր հարազատները, իր ժառանգները չեն ապրում Հայաստանում, այդ աբսուրդ է։ Այդ նշանակում է մենք այդ մեռելների պաշտամունքը չունենք, որտեղ այդ ընտանիքները պիտի որ ասում է լիովին լինեին ապահով, ոչ միայն ապահով, իրենց պիտի մատով ցույց տային։ Բանալություն, ամեն դեպքում սոցիալական ծրագրեր կա, չէ՞։ Այ կանեի այնպես, որ այդպես լիներ։